Կառավարությունը որոշել է, որ պարտադիր ժամկետային զինծառայությունը նախկին 2 տարվա փոխարեն 26 թվականից պետք է լինի այլևս 1.5 տարի։ Դուք օրինակ որպես քաղաքացի այս փոփոխության հետ կապված ինչ կարծիք ունեք։ Պետք է կրճատել ժամկետը, թե ոչ ծառայության։ Չեմ կարծում, որ որակը կապ ունի ժամկետի հետ, եթե այլ ավելի ֆունդամենտալ փոփոխություններ լինեն, որը զինվորների կյանքը ավելի կհեշտացնի, ավելի ապահով կդարձնի, ինչու՞ չէ թվում 1.5 տարի լինի առանց պատերազմների, կարծում եմ ամենակարևոր բանը այդ մեկն է։ Խաղաղություն թող լինի, 1.5 տարի կլինի, թե 1 տարի ծառայությունը, այդ արդեն չեմ կարող ասել։ Երբ նշում եք ֆունդամենտալ փոփոխություններ, այ ունեք ինչպիսի փոփոխություն կուզենայիք բանակում տեսնել։ Ճիշտ ասած, ես ունեմ եղբայր, որը արդեն ծառայել է, որը ապրիլյանի 4-օրյա պատերազմի մասնակից է եւ այդ ժամանակ, որպես այդպիսին, հիմա կարող է վիճելի բաներ ասեմ, բայց որպես այդպիսին կար խնդիրներ, որ այս պահին չեմ տեսնում, դա կապված է թե զինվորների սնվելու հետ, թե նրանց ռեժիմի հետ, հիմա տեսնում եմ այդ փոփոխությունները, որոնք հերիք չեն սակայն մեր օրերում, իսկապես չեն հերիքում խաղաղության, զինվորի խաղաղության համար, դա այլ է զինվորի խաղաղությունը, հանգիստքունը եւ մեկ այլ բան է երկրի խաղաղությունը։ Ես ծառայել եմ Ռուսաստանում 1 տարի ու կարող ասեմ, որ 1 տարիներ շատ հեսա հունվարից պիտի ինքերս այդ բանակ շատ ուրախացել է, որ 1.5 տարի են սարքել, 2 տարին թվում է մի քիչ անիմաստ է, հիմա շատ երկար է, համ էլ կոնկրետ տենց բաներ չեն անում տղերք ընդեղ, որ 2 տարի պիտի սովորեն։ Կես տարի, 1 տարի մաքսիմում ընտիր սաղ սովորում են, ընտիր սաղ ամեն ինչ անում են։ Դուք նշեցիք, որ ծառայել եք ռուսական բանակում 1 տարի եւ որքանով օրինակ նաեւ ծանոթ եք Հայաստանի զինված ուժերի բանակային կյանքին։ Երբ օրինակ համեմատականներ եք անցկացնում, ինչ տարբերություններ, ինչ փոփոխություններ եք մեզ մոտ տեսնում, որոնք որ ի նպաստ մեր զինծառայողների են։ Կարամ ասեմ, որ վերջի մի քանի տարվան ինչքան լսել եմ, ինչքան իմացել եմ, ավելի առաջ է գնացել բանակը Հայաստանի եղբայրներս են ծառայել, ասել են նորմալ, իրանք 2 տարի են ծառայել, բայց ասել են արդեն նորմալ է, այդքան կոռուպցիա ոնց որ այն վաղտ կար, վատ որ իրանց վատ են պահում, ինչ որ սխեմաներ են, այդպես բաներ արդեն չկա, շատ լավ, շատ հանգիստ ծառայել են, այն վաղտ Ղարաբաղ են իրան ստանում, բայց ոչ մի տենց նեգատիվ բաներ չեն ասել, իսկ Ռուսաստան բանակի հետ կարամ շատ վատ բաներ ասեմ, որ ես 14 թվին եմ ծառայել, այն վաղտ էլ լիքը վատ բաներ կար բանակում, որ իմ դուրը չի եկել, որոնց մասին ես չեմ լսել Հայաստանում, Հայաստանի բանակում։ Մի ցայտուն օրինակ խնդրում եմ ռուսական բանակի կյանքից, կարող եք ասել, որը ամենաշատն է վատ առումով տպավորվել ձեր մեջ։ Իմ ինչքան ես եմ հիշում, ամենաշատ ինձ դուրը չէր գալիս, որ խաբում էին իրար, շատ օֆիցերները գողանում էին, ես իմ աչքերով տեսել եմ բենզին բան, ոնց են գողանում, ոնց են աչոտներ գրում, յանի որ ծախսել են, բայց իրանք մոտ են տարել, ոնց են սովորական ռիդովոյ ոնց որ զինվորների հետ իրանց վատ պահում, ոնց են խոսում ու ոչ մի բան չեն սովորացնում բանակում, այլ ուղղակի դու այնտեղ ժամանակ ես անցկացնում, պոլերն ես լվում, չգիտեմ պատերն ես ներգում, ոչ մի նորմալ բան չես անում, դրա համար հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանում պատերազմաբան է, իրանք նորմալ բանակ չունեն, իրանց բանակը մեծ է, բայց նորմալ զինվորներ չունեն, դրա համար սենց դժվար է իրանց մոտ հիմա վիճակը, որը ես կարամ ասեմ, եղբայրներն եղել են ստեղ պատերազմի վաղ Ղարաբաղում, հակառակ իրանք ասել են, որ հայ զինվորները իրանք սովորած են լավ եղել, լավ դուխով, ուզեցել են իրանց երկիրը պաշտպանել, իսկ Ռուսաստանում հիմա այդ բանը չկա, այնտեղ համել լիքը մարդիկ կան, ով ուղղակի փողով են։ Եթե հնարավոր է տարուկեսի մեջ տեղավորվեն, ցանկալի է որ շուտ այդ երեխեք հետան, նորից գան իրանց տուն, իրանց ընտանիք։ Ուրեմն հերիքում է, բայց իստում որ չի հերիքի սալդատների, եթե հերիքում է Չի հերիքի ինչ նկատի ունեք, ուսումնառության ժամկետը, քանակությունը, սալդատների, ծառայողների, մեր զինուժի, ժողովրդի քանակը, այդ երեխեքի քանակը, եթե հերիքում է, եթե
Ուրեմն երիքով ա որ կրճատել են։ 2 տարվա փոխարեն կառավարությունը նախատեսում է 1.5 տարի դարձնել պարտադիր ժամկետային զինծառայությունը եւ 26 թվականից փոփոխությունը մտնելու է ուժի մեջ։ Հետաքրքիր է դուք որպես քաղաքացի ինչ կարծիք ունեք այս փոփոխության վերաբերյալ։ Կարծում եմ ճիշտ է։ Ինչու՞ պետք է ավելի քիչ ժամկետով ծառայեն։ Այո, որովհետև ուսանողները կտրվում են դասերից եւ որպեսզի վերականգնեն ժամանակ է պետք ադապտացվելու համար, այնպես որ եւ բոլոր առումներով 1.5-ը ճիշտ եմ համարում։ Իսկ օրինակ վերջին տարիների մեր բանակում հատկապես ինչ փոփոխություններ կարձանագրեք։ Ասած տեղյակ չեմ կարող ասել։ Ունեցել եք օրինակ որդի, որը ծառայել է։ Ունեցել եմ որդի ծառայել է Ղարաբաղում, բայց շուտ 10 տարի առաջ։ Շատ հավանում եմ, որ նմանատիպ առաջարկներն անում եւ իջեցնում են 1.5 տարի։ Ես կարծում եմ, որ դրանից հետո իջեցնեն 1 տարի, հետո պրոֆեսիոնալ բանակներ արդեն կստեղծեն։ Պայմանագրայինները ավելի պրոֆեսիոնալ կլինեն եւ տեխնիկաներ կլրացվի ավելի ռոբոտիզացված տեխնիկա եւ ավելի մարդիկ երիտասարդները կզբաղվեն ավելի արարման գործերով։ Պայմաններում։ Ինչ եք կարծում, ընդհանուր առմամբ սա կարող է անդրադառնալ նաեւ մեր բանակի մարտունակության վրա։ Անպայման, որտեղ հիմիկվա պատերազմները ցույց են տալիս, որ զինվորների, ասեմ, մարդկային ֆակտորը մինիմալիզացվում է եւ ավելի շեշտը դրվում է ռոբոտիզացման եւ մեխանիզացման վրա։ 1.5 տարին բավարար կլինի, որպեսզի զինակոչիկները, նորակոչիկները հատկապես այդ ուսումնառության բոլոր փուլերը անցնեն եւ նաեւ շատ ավելի բարձր պատրաստվածություն ունենան մարտական։ Իհարկե, դա էլ կախված է, ասենք, իրանց սովորեցնողների հետ, ովքեր պետք է սովորեցնեն եւ սպայական կազմ, այո, առաջնահերթ պետք է սպայական կազմը լավ իր գործ արեստավարժ լինի, հետո նոր որ կարողանա ճիշտ կերպով փոխանցի մեր զինվորներին արդեն։ Կան հիմա նաև աղջիկներ, որոնք եւս գնում են պայմանագրային զինծառայողներ են դառնում, այսինքն պայմանագիր են կնքում նախարարության հետ, որպեսզի իրենց հետագա գործունեությունը կյանքը շարունակեն զինված ուժերով։ Իհարկե դա նորմալ է, որովհետեւ որ նայում ենք բոլոր բանակներում էլ աշխարհի կան, հետո եթե ասենք իրենք պետքա անօթաչու սարքերով զբաղվեն, ինչու ոչ։ Թող գնան ծառայեն, եթե ցանկություն կա։ Վերջին շրջանում մեր զինված ուժերում, մեր բանակում կան այդպիսի լուրջ ակնառու փոփոխություններ, որոնք ձեզ օրինակ որպես քաղաքացի ոգեշնչում է, ուրախացնում է, գոհացնում է, կամ գուցե տեսել եք նաև ինչ-որ բացասական փոփոխություններ, որ կուզենայիք դա վերացվեր։ Ճիշտն ասած, փոփոխությունները միայն դրական եմ տեսնում, ես առաջինը դիրքերը եւ մեր զինվորների պաուստային տեղերը շատ լուրջ վերազինվում են եւ շատ ամուր են սարքվում։ Այսինքն որ անօթաչուները շատ մեծ խնդիր ունեն արդեն մեր զինվորներին կամ մեր տեխնիկան վնասելու։ Եվ բացի դրանից բաց աղբյուրներից տեսնում ենք, որ բավականին լուրջ տեխնիկա է գնվում Հայաստանի կողմից, որը որ շատ դրական է եւ արդեն խոսակցություններ կան, որ տեղում արդեն արտադրություններ պետք է սկսեն, գումարած դրան, որ շեշտը հիմա դրվում է, որպեսզի ռազմամթերքը արտադրվի տեղում եւ տեղական հումքերով, որպեսզի մենք կախում չունենանք դրսից։ Այո, իսկ մենք խաղաղության դարաշրջանում ենք ապրում արդյոք ըստ ձեզ։ Իհարկե, արդեն այո, որտեվ 2 տարվա մոտ է արդեն ոչ մի կրակոց չկա եւ ոչ մի զոր չունենք սահմանին։ Եղբայրներս նոր են ծառայելու, ես կարծում եմ, որ 1.5 տարին 2 տարվա փոխարեն ավելի արդյունավետ է։ Մեզ պետք է մի հատ պրոֆեսիոնալ բանակ, փոքր, վերջ։ Պաշտպանության նախարարությունը ասում է, որ այս փոփոխությամբ գնում են պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու։ Թող նայեն ուրիշ պետությունները ոնց են անում, այդպես շարժվեն։ 2 տարին շատ երկար է եղել, շատ եմ իմ ընկերներից էլ բողոքել են 2 տարվա համար, իսկ 1.5 տարին ինչ-որ չափով փոփանք է կարելի ասել ծառայողների համար, ու ցանկալի կլիներ ավելի շուտ լիներ 1.5 տարի։ Պաշտպանության նախարարությունը հիմնավորում է այս փոփոխությունը, որ մենք գնում ենք զինված ուժերի բարեփոխման ճանապարհով, մենք գնում ենք նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, այսինքն այսուհետև պետք է ավելի շատ լինեն պայմանագրային զինծառայողները բանակում, որպեսզի ունենանք նաև այդ պրոֆեսիոնալ ամուր բանակը։ Հա, միանշանակ համաձայն եմ, պայմանագրայինը միանշանակ պետք են լինեն ու ցանկալի է ավելի կոփված ու մարտական լինեն, պատրաստվեն։ Իսկ պատրաստությունը արդեն սպաներից է կախված ու նախարարությունից միանշանակ պետք է վերահսկվի այդ ամենը։ Չգիտեմ, ես չունեմ երեխա ծառայող, չեմ մտածում դրա մասին, բայց ամենադեպս լավ է, որ կրճատում են։ Հայաստանի քաղաքական իրավիճակը հաշվի առնելով ես չեմ գտնում, թե դա ճիշտ է որևէ կերպ։ Այն ինչ որ ինձ հասանելի է, այն ինչ որ ես տեսնում եմ։
ինչքան էլ ասեն խաղաղություն, ես այդ խաղաղության վերջը չեմ տեսնում ինչա լինելու։ Լավ բան չեմ կարող սպասել այս ամենից։ Տարբեր երկրներում դա ընդունված մոդել է, պրոֆեսիոնալ բանակ ունենալը։ Հիմա ուզում եմ հասկանալ Հայաստանի դեպքում ինչ է կարծում, արդյոք աշխատի այդ տարբերակը, թե ոչ։ Ուրիշ պետությունների փորձը երբ որ նայում են, պետք է նայեն, թե ինչպիսի գեոպոլիտիկ վիճակում է գտնվում աշխարհը ու ընդհանրապես այդ պետությունը ինչպիսի արևաններով է շրջապատված։ Մենք ունենք թշնամական պետություններ իմ տեսանկյունից եւ նման պարագայում կրճատել ինձ համար ողջունելի չէ, տրամաբանական չէ։ Կողմ եք, որ կրճատվի ժամկետը ծառայության, թե ոչ։ Չէ, կողմ չեմ գտնում, որ Հայաստանին հիմա պետք է գա։ Ներողություն, իսկ դուք ծառայել եք բանակում։ Այո։ Շատ լավ։ Եթե օրինակ համեմատում եք ձեր ծառայության տարին, մեր բանակում տեսնում եք ակնառու փոփոխություններ, որոնք նաև ձեզ որպես քաղաքացի բավականին այսպես ոգեշնչում են։ Այն ժամանակ հա ինչ որ բաներ փոփոխություններ արվում էր, բայց հետո չգիտեմ, շարունակվել է, չի շարունակվել ոնց է։